Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Ճագար եղբայրն ու նրա հարևանները։ Լուսինը լճի մեջ։ Մի երեկո Ճագար եղբայրը հանդիպեց կրյա եղբորը։ Ամառվա կեսն էր, դաշտային աշխատանք չկար։ Իրար ձեռք սեղմեցին, նստեցին ճանապարհի եզրին, սկսեցին զրույց անել անցած գնացած օրերից։ Հիշեցին, թե քանի անգամ էր նրանց կյանքը վտանգի տակ եղել, թե որքան լավ են կենդանիները իրար հետ այժմ, հաշտ ու խաղաղ են ապրում։ Հետո խոսք բացվեց աղվես եղբոր, գայլ եղբոր, արջ եղբոր մասին։ Հիշեցին, թե ինչքան ժլատ էին նրանք, թե ինչպես էին փորձում ուրիշներից շատ բերք վերցնել։ Զրուցեցին, ու հետո Ճագար եղբայրն ասաց, թե վատ չէր լինի աղվես եղբորը, գայլ եղբորը, արջ եղբորը մի դաս տալ, որ ժլատ չլինեին։ Համ էլ մի լավ կարելի է ծիծաղել։ Կրյա եղբայրն ասաց. Ճագար եղբայր, ես էլ եմ ուզում ուրախանալ, ինձ էլ հենց քեզ նման մարդ էր պետք։ Շատ լավ, պատասխանեց Ճագար եղբայրը, մենք իմաց կտանք աղվես եղբորը, գայլ եղբորը և արջ եղբորը։ Վաղը, հենց որ Լուսինը դուրս գա, կհանդիպենք ջրաղացի մոտի լճակի ափին։ Խմբով ձուկ որսալու կգնանք։ Բայց տես կրյա եղբայր, ես ինչ որ ասեմ, դու կհաստատես, կասես այո։ Կրյա եղբայրը ժպտաց ու ասաց. Օ, ես անպատճառ այնտեղ կլինեմ։ Տես հետդ ջութակ չբերես, այնտեղ պար չեն գալու, ասաց Ճագար եղբայրը։ Նրանք նորից ծիծաղեցին։ Հետո Ճագար եղբայրը տուն գնաց քնելու, իսկ կրյա եղբայրը ճանապարհ ընկավ դեպի լճակը։ Ուզում էր ժամանակին այնտեղ հասնել։ Հաջորդ օրը Ճագար եղբայրը նամակներ ուղարկեց մյուս կենդանիներին։ Եվ բոլորն ուրախացան, որովհետև նրանցից ոչ մեկի գլխով այդ միտքը չէր անցել։ Աղվես եղբայրը նույնիսկ Մեդուոզ մայրիկին ու աղջիկներին էր հրավիրել։ Պայմանավորված ժամին բոլորը լճակի մոտ էին։ Արջ եղբայրը կարթ ու թել էր բերել, աղվես եղբայրը ուռկան։ Կրյա եղբայրը որդեր էր հավաքել տուփի մեջ։ Մեդուոզ մայրիկն ու աղջիկները կանգնեցին լճակի ափից ոչ հեռու, ձկնորսների հետևում։ Բոլորը պատրաստ էին։ Ճագար եղբայրը մոտեցավ լճակին իր կարթը ջուրը գցելու, բայց հանկարծ կանգ առավ, կարծես մի բան տեսած լիներ։ Վայր գցեց կարթը, գլուխը քորեց, նայեց ջրի մեջ ու մնաց սառած։ Աղջիկները տեսան այդ, վախեցան, իրենց վատ զգացին։ Իսկ Մեդուոզ մայրիկը ճչաց. Ինչ է պատահել, Ճագար եղբայր։ Ճագար եղբայրը նորից քորեց գլուխը, նայեց ջրի մեջ, հետո խոր շունչ քաշեց ու ասաց. Տիկիններ և պարոններ, մենք այսօր պետք է առանց ձկան տուն դառնանք։ Այսօր ոչ ոք ձուկ բռնել չի կարող այս լճակում։ Կրյա եղբայրը մոտեցավ լճակի եզրին, նայեց ջրի մեջ և ասաց. Իհարկե, այո, իհարկե, ու ետ սողաց։ Տիկիններ, դուք մի վախեցեք, ձեր մասին հոգ կտանենք, ասաց Ճագար եղբայրը։ Սա մի պատահար է, ուրիշ ոչինչ։ Լուսինը լճակի մեջ է ընկել, եթե չեք հավատում, մոտ եկեք, ինքներդ տեսեք։ Բոլորը մոտեցան ափին, նայեցին ջրի մեջ, Լուսինը շողշողում էր լճակի հատակին։ Աղվես եղբայրը նայեց ու ասաց. հա։ Գայլ եղբայրը նայեց ու ասաց. շատ վատ է, ափսոս, շատ վատ է։ Արջ եղբայրն էլ նայեց ու գայլ եղբոր ասածը կրկնեց։ Հետո Ճագար եղբայրը նայեց ջրին, ասաց. Ինչ ուզում եք ասեք, տիկիններ։ Մինչև Լուսինը լճակից դուրս չհանենք, ոչ մի ձուկ չենք բռնի այսօր, պարոններ և տիկիններ։ Ուզում եք հարցրեք կրյա եղբորը, նա էլ նույնը կասի։ Արջ եղբայրը հարցրեց, թե ինչպես Լուսինը դուրս հանել։ Ճագար եղբայրն էլ աչքերը փակեց, մտածեց ու ասաց. Որ ուզում եք իմանալ, աղվես եղբոր ուռկանով պետք է հանել։ Ամենալավն այդ է։ Սկզբում աղվես եղբայրն ուռկանը չուզեց տալ։ Ասում են, թե Լուսինը ջրից հանողը ուռկանի մեջ մի աման փողել է գցում,
ասաց կրյա եղբայրը։ Այս լսելուն պես Աղվես եղբայրը, Գայլ եղբայրը, Արջի եղբայրը շատ ուրախացան։ Ճագար եղբայրն էլ վերարկուն հանեց, ուզում էր ցույց տալ, թե ջուրն է մտնում։ Աղվես եղբայրը, Գայլ եղբայրն ու Արջի եղբայրը թույլ կտան նրան ջուրը մտնելու, չէ որ նրանք փողի անուն լսեցին։ Աղվես եղբայրը բռնեց ուռկանի մի կողմից, մյուս կողմից բռնեց Գայլ եղբայրը։ Արջի եղբայրն էլ հետևից գնաց, որպեսզի ուռկանի մյուս կողմից էլ ինքը բռնի։ Ուռկանը գցեցին, ոչ մի լուսին էլ դուրս չեկավ։ Մի անգամ էլ գցեցին, որտեղից լուսին։ Մեկ էլ գցեցին, ջրի մեջ լուսին կբռնես։ Կամաց հեռացան ափից, մտան խորքը։ Աղվես եղբոր ականջը ջուր լցվեց, նա գլուխը թափ տվեց։ Ջուրը լցվեց Գայլ եղբոր ականջը, նա էլ գլուխը թափ տվեց։ Արջի եղբոր ականջն էլ ջուր լցվեց, սա էլ նույնն արեց։ Շուտով նրանք մի շատ խոր տեղ հասան, ստիպված լողալով վերադարձան ափ։ Դուրս եկան, թե չէ, աղջիկները մի քրքիջ էր, որ բարձրացրին։ Պահ, որքան ծիծաղելի էին նրանք։ Ավելի լավ է տուն գնաք, չոր շոր հագնեք, ասաց ճագար եղբայրը։ Դարդ մի արեք, ուրիշ անգամ բախտը կժպտա։ Ասում են, երբ կարթի վրա որդի փոխարեն հիմարներ են ամրացնում, լուսինը կարթը կուլ է տալիս։ Ճար չկար։ Աղվես եղբայրը, Գայլ եղբայրն ու Արջ եղբայրը թրջված ու բարկացած թողին հեռացան։ Ճագար եղբայրն էլ կրյա եղբոր ու աղջիկների հետ տուն գնաց։